Ստեղծիր կապեր, որոնք կփոխեն քո կյանքը։ Հայաստանի բոլոր մարզերից եւ մայրաքաղաքից շուրջ 150 երիտասարդ եւ երիտասարդության հարցերով զբաղվող պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ համախմբվել են այս կարգախոսի ներքո։ Երիտասարդական ֆորում 2025-ը ոլորտի առջև ծառացած մարտահրավերներն ու առաջնահերթությունները քննարկելու, քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու հնարավորություն է։ Դուք այսօր չեք ներկայացնում միայն ձեզ, դուք ներկայացնում եք ձեր համայնքները, ներկայացնում եք ձեր հասարակություններին, իրենց խնդիրները, եւ ես վստահ եմ, որ դա անելու եք մեծ հաջողությամբ, քանի որ ֆորումին ընդառաջ գիտեմ, որ դուք ձեր համայնքներում շուրջ 1000 երիտասարդի հետ իրականացրել եք հանդիպումներ, քննարկումներ եւ այսօր խոսելու եք նաեւ իրենց անունից։ Լիահույս ենք, որ ձեր ակտիվ մասնակցությամբ եւ ներգրավվածությամբ, ինչու՞ չէ նաեւ խաղապարներով, ստեղծել եք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր այստեղ մասնակցի ձայնը կլինի լսելի եւ շատ կարեւորված։ Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո այս տարվա ֆորումն առաջինն է եւ իր օրակարգով հիմնականում անդրադառնում է օրենքի համատեքստում պետության հանձնառություններին, դրա ընձեռած հնարավորություններին եւ ակնկալիքներին։ Երիտասարդական ոլորտի խնդիրների լուծումը մեծ մասամբ պայմանավորվում է պետություն, համայնք, երիտասարդություն նոր որակի գործակցության ձևավորմամբ։ Մշակվող տարբեր քաղաքականություններ պետք է հաշվի առնեն այն ազդեցությունները, որ թողնում են, եւ այդ ազդեցությունները պետք է բխեն նաեւ երիտասարդների շահերից եւ երիտասարդների օրակարգից։ Շատ հարցեր կան, որ քաղաքականությունների մշակման տիրույթում հայտնվում են ձեր շնորհիվ։ Այդ հարցերը ոչ ոք ուրիշ չի բարձրացնում, եւ այդ հարցեր են, որոնք իրականում կան, գոյություն ունեն, ձեզ հետաքրքրում են, ձեզ մտահոգում են, եւ այդ հարցերի մասին տեղեկանալու եւ այդ հարցերի լուծումները գտնելու համար ձեզ հետ խոսելու կարիք ունենք։ Սա մեզ համար առաջին հերթին ձեր հետ խոսակցության հարթակ է։ Օրենքում որոշակի օրեն հստակեցրել են պետական կառավարման մարմինների, այդ թվում ԿԳՄՍՆ-ի դերը, որպես երիտասարդության ոլորտը համակարգող նախարարությանը եւ մյուս պետական գերատեսչների լիազորություններն ու իրավասությունները նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների համար ընդգծել ենք մեր ակնկալիքները։ Մասնավորապես թիմերի համար նշել են, որ պետք է իրենք ունենան երիտասարդական կենտրոններ եւ պետք է ունենան իրենց հաստիկացուցակում առնվազն մեկ հաստիկ, որը կլինի երիտասարդական աշխատանքի մասին։ Երիտասարդական ֆորումն այս տարի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ստացել է մասնակցության 600 հայտ, ինչը խոսում է միջոցառման նկատմամբ երիտասարդների հետաքրքրության եւ իրենց ձայնը լսելի դարձնելու ցանկության մասին։ Եկել եմ ամենամյա ֆորումին, քանի որ ունեմ խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն եւ լուծում ստանան։ Ես կարծում եմ, որ երիտասարդները հասարակության ամենաակտիվ ու ստեղծարար հատվածն են, այդ իսկ պատճառով փորձում եմ շատ ծրագրերի մասնակցել եւ բնականաբար այս ամենամյա երիտասարդական ֆորումը շատ մեծ հնարավորություն է եւ հատկապես ինձ գրավեց այն, որ ֆորումից առաջ իրականացվում է մեր համայնքում ֆոկուս խմբային քննարկում, ինչի արդյունքում ես կարողացա իմ համայնքի երիտասարդներից իմանալ հիմնական խնդիրները։ Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ արդեն եկել է ժամանակը, որպեսզի երիտասարդությունը կարողանա իրեն ներկայացնել, լսելի դառնա հասարակության բոլոր շերտերում եւ եկել եմ այստեղ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք չեն բարձրաձայնվում թե դպրոցներում, թե համալսարաններում։ Ֆորումի 2 օրերին երիտասարդները մասնակցում են տարբեր աշխատարանների, պանելային քննարկումների ու գործնական աշխատանքների, դրանք համատեղելով նաեւ հաճելի ժամանցի եւ հանգստի հետ։ Անահիտ Կարեյան, Ալվարդ Մանուկյան, Սարգիս Սալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։